պետական քաղաքական միտումների տեսանկյունից։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ընտրությունը Գյումրիի քաղաքական դաշտի վրա, արդյոք ընդդիմության հաղթանակը լոկալ բնույթ ունի, թե խոսում է համակարգային փոփոխությունների հնարավորության մասին, այս եւ մի շարք այլ կարևոր հարցերին մենք այս պահին կքննարկենք Հայաքվեի նախաձեռնող խմբի անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, ձեր գնահատմամբ ինչը կանխորոշեց ընդդիմության հաղթանակը Գյումրիում, սա համակարգի ներսում փոփոխության ազդակ էր, թե բացառիկ լոկալ քայլ։ Միանշանակ պատասխանը անշնորհակալ գործ կլինի իմ համոզմամբ երկու իրար հավասարազոր գործոններ բնականաբար անձի հետ կապված գործոնը, հա, ընկերություն, բարեկամություն եւ այլն կամ, չգիտեմ, անձնական այսպես համակրանքը ընդդիմադիր գործիչների նկատմամբ եւ երկրորդ քաղաքական կողմնորոշումները, քաղաքական համոզմունքները, այսինքն չէր կարող օրինակ Նիկոլ Փաշինյանի, ասենք, համակիր լինելով մարդը գար Վարդան Ղուկասյանին ուղակի որպես անձ Վարդան Ղուկասյանին կամ Մարտուն Գրիգորյանին կամ Ռուբեն Մխիթարյանին կամ Կարեն Սիմոնյանին ձայն տար։ Այսինքն Գյումրի ընտրությունները նաև քաղաքական ընտրություններ էին, որով գյումրեցիները եւ փարաքարցիները միևնույն ժամանակ նաև մերժեցին օրվա արտաքին, անվտանգային, ներքին, սոցիալական, տնտեսական, քաղաքական այն ուղեգծերը, որը իրականացնում է գործող իշխանությունը, որ անընդհատ հղում է անում 21 թվականի խորհրդարանական ընտրություններով իրենց ընտրված լինելու հանգամանքին եւ անում են քայլեր, որոնք չեն բխում այդ ընտրական ծրագրից, որը իրենք ներկայացրել էին 21 թվականին եւ ասում են, որ մենք լեգիտիմ ենք, Գյումրիի ընտրությունները, Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք լեգիտիմ չեն։ Այն քայլերի համար, որ իրենք արել են, որոնք չեն բխել իրենց ընտրական ծրագրից, առնվազն դրա համար, ուրեմն Գյումրիում եւ Փարաքարում նրանց մերժեցին։ Պարոն Սողոմոնյան, Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցածը կարելի է համարել համապետական տրամադրությունների հայելին։ Իհարկե կարելի է, մենք մինչև էտել դեռ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ընտրությունները արդեն իսկ որոշակիորեն մոդելավորեցին հանրապետությունում արկա տրամադրությունները, երբ որ այսօրվա գործող քաղաքապետը Տիգրան Ավինյանը ձայնի իրավունք ունեցողների ընդամենը 9%-ի Երևան քաղաքում 9%-ի ցանկությամբ է պաշտոնավարում որպես քաղաքապետ եւ այս Երևանի ընտրություններն էլ ցույց տվեցին, այնուհետեւ Գյումրիի ընտրությունները եւ Փարաքարի ընտրությունները դրանք ընդհանուր առմամբ ցույց են տալիս հանրապետությունում արկա տրամա միտեղ մի քիչ ավել կլինի ձայները, միտեղ մի քիչ ավելի պակաս կլինի, բայց գործող իշխանությունները ունեն լեգիտիմության խնդիր, որովհետեւ կարևորագույն հարցերում առաջին հերթին անվտանգային քաղաքականության մեջ նրանք անվտանգային համակարգը տապալել են, ձախողել են, ինչը բնականաբար ժողովուրդը տեսնում է եւ արտահայտում է եւ նաեւ արդարության հանգամանքը սոցիալական քաղաքականությունը ձախողել են եւ արտահայտում է այդպիսի ընտրությունների միջոցով, այսինքն մենք պետք է նաեւ մի կարևոր բան էլ հաշվի առնենք, որ այն թեզը, որ հաճախ ընդդիմադիր շրջանակներում է շրջանառվում, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չի լինել, սա շատ վիճելի թեզ է եւ այդպես ասելու եւ ձեռքերը ծալած նստելու փոխարեն Գյումրին եւ Փարաքարը ցույց տվեցին, որ ճիշտ աշխատանք տանելու պարագայում եւ ճիշտ գործելու պարագայում հնարավոր է նաև ընտրությունների միջոցով կարողանալ ժողովրդի ձայնը տեղ հասցնել։ Թեև նորից եմ ասում, այն արդյունքները ինչ որ կա օրինակ Գյումրիում, այստեղ պետական վարչական ռեսուրսը շատ մեծ դեր է խաղացել նրա համար, որ ԿՊԱ-ական քաղաքապետի տեխնացու Սարիկ Մինասյանը ստանար մոտ 1/3 ձայների կամ շուրջ 1/3-ը 36%։ Պարոն Սողոմոնյան, քիչ առաջ մինչև հայտնի դառնալ, որ քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, Սարիկ Մինասյանը իր կուսակցության հետ բոյկոտել էին Գյումրիի ավականունիստը, ու Սարիկ Մինասյանը նշել էր, որ Գյումրիի եւ Գյումրեցու համար պետք է գնալ նոր արտահերտ ընտրություններին։ Ինչպես է գնահատում Սարիկ Մինասյանի քայլը։ Ծիծաղելի նրա համար, որովհետև 82 ընտրական տեղամաս է եղել, 82 ընտրական տեղամասերի 2/3-ում, այսինքն
ավելի քան 50 քանիս, հա, 52-53 ընտրական տեղամասերում հանձնաժողովները գլխավորել են, նախագահները գլխավորել են, այսինքն որտեղ որ վճռական այսպես ձայնի 8 հոգանոց հանձնաժողովներ են, գլխավորել են ՔՊ-ի ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անդամներից ոնց որ ասած կեսը, առնվազն կեսը եղել են իշխող ուժի ներկայացուցիչները, Այդ պարագայում այդ հանձնաժողովները, հենց իրենց հանձնաժողովները ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ այդպիսի ուրեմն գնահատականներ չեն տվել։ Իհարկե դիտորդական առաքելությունները եւ այդ թվում հայաքվե դիտորդական առաքելությունը խախտումների մասին բազմաթիվ արձանագրումներ է արել եւ 1-2 տեղամասերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ վիճելիության հայտարարությամբ է հանդես եկել, խոսքը հենց այն տեղամասերը, որտեղ որ Սարիկ Մինասյանը այդ թաղամասի ներկայացուցիչ էր եւ այնտեղ անոմալ չափի մեծ քանակությամբ մասնակցություն է եղել եւ նրա օգտին է ձայներ եղել, բայց այսպիսով հանձնաժողովները կամ նրանց վստահված անձին կամ դիտորդական առաքելությունները չեն խոսել այն մասին, որ այն ինչ որ այն կարգի խախտումներ են եղել, որ անհրաժեշտ է նոր ընտրություններ իրականացնել։ Այսպիսով սա եւս մեկ այսպիսի հայտարարությունը առնվազն զավեշտալի հայտարարություն է եւ կարծում եմ, որ ճնշում է քաղաքացիների կամ արտահայտության ազատ խոսքի կամ արտահայտության ուրեմն դեմ։ Հաշվի առնելով ձայների բաշխվածությունը, ընդդիմությունը եւ իշխանությունը կարողանան ճիշտ կառավարել քաղաքը, ընդդիմությունը միացավ, հնարավոր է կարող են ճիշտ կառավարել անձնական հակասություններից ելնելով։ Չեն կարող ասել, որովհետև ծանոթ չեմ նրանց միջև միջանձնային հարաբերություններին, ենթադրելի է, որ քաղաքացիական պայմանագիր, ենթադրելի է, որ գործող իշխանությունները չեն հանգստանալու եւ ինչպես մյուս համայնքներում, այնպես էլ Գյումրիում, գուցե նաև Փարաքարում փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի կառավարումը իրենց ձեռքը վերցնել, եկեք հիշենք բազմաթիվ դեպքեր, եկեք հիշենք Վարդենիսը, եկեք հիշենք Ալավերդին, որ ճնշումների միջոցով, չգիտեմ, տարբեր քայլերի միջոցով ուրեմն այնտեղ համայնքային իշխանություն ձևավորած ավականու անդամներից իրենց կողմը քաշեցին եւ նորից ընտրություն անվստահություն հայտնեցին։ Տարբեր բաներ սպասելի է, տարբեր բաներ, եկեք հիշենք Վանաձորի դեպքը, որ լիդերին, հա, Մամիկոն Ասլանյանն ամենաշատ ձայներ հավաքած ուժի ղեկավարին բանտարկեցին փաստորեն, այսպիսի բաներ սպասելի են, բայց նորից ենք ասում, իհարկե լավ կլինի, որ նման բաներ չլինի եւ ժողովրդի ըստ էության գործուղված տեխնացուն ժողովրդի կամքը արտահայտվի, բայց համենայն դեպս ինձ համար գոնե կոնկրետ շատ կարևոր, շատ ավելի կարևոր ցուցիչ է այն, որ 1 տարի է մնացել համապետական ընտրություններին, խորհրդարանական ընտրություններին եւ այս ամեն ինչը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները չեն վերարտադրվելու։ Այսինքն 2026-ի սցենարի մի փոքր մասն էր Գյումրին։ Սա այո, կարելի է մոդելավորել եւ բնականաբար այն ինչ որ շարունակում է հենց այսօր հայտարարություն է արել օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ մենք սահմանադրության մեջ պետք է հղում չտանք անկախության հռչակագրին։ Սա մեր պետականության հիմքերին շատ ուժեղ հարված է, այսինքն նրանք շարունակում է կործանարար քաղաքականությունը եւ ժողովուրդը այդ ամեն ինչը տեսնում է եւ լիահույս ենք, որ այդ ամեն ինչը պետք է ժողովրդի ընտրության վրա ունենա համապատասխան ազդեցություն։ Իսկ ինչպես կազդի ընտրությունը Գյումրիում քաղաքապետի քաղաքական դաշտի վրա ինչպիսի ազդեցություն կունենա Գյումրիի քաղաքական դաշտ ասածը մի փոքր այդքան էլ այո ձևակերպում որպես այդպեսին իրականում ես գտնում եմ որ տեղական ինքնակառավարման մարմինները համամասնական, կուսակցական ընտրակարգով անցկացնելուն մենք դեռևս պատրաստ չենք։ Եվ գուցե
պատրաստ չենք էլ լինի, որովհետև մենք սովոր ենք ավելի շատ, այդպես է մեր քաղաքական մշակույթը, որ անձինք պետք է լինեն եւ որովհետև նաեւ այստեղ կոմունալ հարցեր են լուծվում, այսինքն համայնքի ղեկավարը ինչ որ մեծ քաղաքականություն չի իրականացնում, կրթական, ասենք, ուղենիշեր չի սահմանում, անվտանգային ուղենիշեր չի սահմանում, հա, ինքը ընդհանրապես քաղաքի բարեկեցությունը, քաղաքի կանաչապատումը, կոմունալ, հա, այսինքն այդ հարմարավետությունն ապահովելու քաղաքի էլի զարգացմանը, բայց շատ ավելի տեխնիկական բնույթի աշխատանքներ է ավելի իրականացնում եւ այստեղ պարտադիր չի որ քաղաքական դաշտի արտացոլանք լինի, որ այսինքն կուսակցություններ մասնակցեն, որովհետեւ իրականությանը չի համապատասխանում։ Ի վերջո մարդիկ երկրորդ տեղ գրաված Վարդան Ղուկասյանին ընտրել են որպես Վարդան Ղուկասյանի, չեն ընտրել որպես կոմունիստական կուսակցության ցուցակի ղեկավար, այսինքն կոմկուսի գաղափարախոսությանը չեն ձայն տվել մարդիկ, կամ չգիտեմ, ասենք մարդիկ էլ որ ձայն են տվել Սարիկ Մինասյանին ՔՊ-ի գաղափարախոսությանը, մի մասը ՔՊ-ով են առաջնորդվել, բայց մի մասը հաստատապես Սարիկ Մինասյան անձով են առաջնորդվել։ Այսպիսով անձի գործոնը էական է եւ ինչպես առաջ մեծամասնական ընտրակարգ կար տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որտեղ յուրաքանչյուր քաղաքապետի տեխնացուի եւ յուրաքանչյուր ավականու մարդիկ ընտրում էին որպես անձ նրա գործունեությունը ծանոթ լինելով նրա հայացքներին, այո, այդ թվում նաեւ հայացքներին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ կարող է լինել եւ նրա բառամթերքի, նրա բարոյական կերպարի, այդ ամեն ինչը հաշվի առնելով մարդիկ գնում էին ընտրություն էին անում եւ կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ է եւ շատ ավելի մեր արկա քաղաքական մշակույթին հարմար է մեծամասնական ընտրակարգ իրականացնել, այնպես որ գնահատականներ տալ քաղաքական դաշտի վերաբերյալ Գյումրիի այս պահին վաղաժամկետ եմ համարում։ Շնորհակալ եմ, պարոն Սաղմոնյան։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ ԱՔՎ նախաձեռնող խմբի անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ։